Եկամուտների հայտարարագրման գործընթացի փոփոխությունների մասին հարցը զեկուցող ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյան, համեցեք պարոն Պողոսյան։ Մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ, Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը նախաձեռնել է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում եւ մի շարք այլ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու գործընթաց, որի նպատակը ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի պարզեցումը եւ հետագա բարելավումն է։ Խոսելով նախագծի էության մասին, պետք է նշել, որ հիմնական փոփոխությունն այն է, որ նախատեսվում է հայտարարագրերը նախագծել կամ այսպես կոչված նախալրացնել պետական եկամուտների կոմիտեի կողմից եւ հայտարարատուներին տալ բավական տևական ժամանակ մուտք գործելու պետական եկամուտների կոմիտեի համակարգ եւ ստուգելու հայտարարագրի ամբողջականությունն ու ճշտությունը եւ ըստ այդմ, ըստ անհրաժեշտության կատարելու համապատասխան փոփոխություններ եւ կամ լրացումներ։ Իսկ եթե չկան այդպիսի փոփոխությունների եւ լրացումների անհրաժեշտություն, ապա հայտարարագրի ներկայացման վերջնաժամկետին, որը սովորական կանոնի համաձայն հաշվետու տարվան հաջորդող տարվա հուլիսի 1-ն է, հայտարարագիրը կհամարվի ներկայացված։ Իհարկե, այս տարվա եւ հաջորդ տարվա համար ունենք անցումային ժամանակահատվածին հատուկ ավելի երկար վերջնաժամկետ, որը նոյեմբերի 1-ն է։ Եվ այս պարագայում, քանի որ մենք գործնականում չենք ունենալու հայտարարագրի չներկայացման դեպք, նախատեսվում է զուգահեռաբար վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքից հանել հայտարարագիրը սահմանված ժամկետում չներկայացնելու համար նախատեսված պատասխանատվության միջոցը, որը առաջին դեպքում նախազգուշացում էր, երկրորդ դեպքում տուգանք։ Այդուհանդերձ բոլոր այն հայտարարատուները, որոնք ունեն առողջապահության կամ կրթության գծով սոցիալական ծախսեր հետ ստանալու իրավունք եւ ցանկություն ունեն իրացնել իրենց այդ իրավունքը, պետք է մուտք գործեն էլեկտրոնային կառավարման համակարգ եւ էլեկտրոնային ստորագրությամբ վավերացնեն իրենց համար նախագծված հայտարարագիրը։ Միաժամանակ, որպեսզի հարկային մարմինը կարողանա հնարավորին չափ ամբողջական եւ որակյալ տեղեկատվություն զետեղել հայտարարագրի նախագծում, նախատեսվում է ընդլայնել երրորդ անձանց կողմից հարկային մարմնին ներկայացվող տեղեկատվության շրջանակը։ Խոսքն այստեղ կարող է լինել օրինակ բնակության պետական ռեգիստրի կողմից ներկայացվող տեղեկատվության մասին կամ ֆիզիկական անձի սահմանահատման կամ Հայաստանում գտնվելու օրերի քանակի մասին, ինչու որովհետև միայն ռեզիդենտներն են, որ ներկայացնում են հայտարարագիր եւ այստեղ կարիք կա պարզելու արդյոք նա 183 օր հաշվետու տարվա ընթացքում գտնվել է Հայաստանի Հանրապետությունում եւ այլն։ Զուգահեռաբար ապահովելու համար իրավական հիմք, որպեսզի կառավարությունը ավելի ճկուն ընթացակարգերով կարողանա շարունակել հայտարարագրման գործընթացի պարզեցումը, նախատեսվում է կառավարությանը իրավասություն վերապահել, սահմանելու որոշ եկամտատեսակներ, որոնք հայտարարագրման ենթակա չեն լինի, կամ եկամտատեսակներ, որոնք հայտարարագրման ենթակա կլինեն որոշակի շեմը գերազանցելու դեպքում միայն։ Խոսելով հայտարարագրման ոչ ենթակա եկամուտների մասին, այսօրվա քննարկումներն այն մասին են, որ այդպիսի եկամուտներ կարող են լինել օրինակ ներգրաված միջոցները, փոխհարությունների տեսքով, վարկերի տեսքով, օվերդրաֆտերի տեսքով եւ այլն, եւ կառավարությունը, քանի որ ողջունում է այս քաղաքականությունը եւ համագործակցում է քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավորների հետ, զուգահեռաբար այս նույն տրամաբանության մեջ առաջարկում է հետեւյալ երկու կարևոր լրացումները կատարել օրենսդրական նախագծերի փաթեթում։ Առաջինն այն մասին է, որ ընտանիքի անդամների միջև նվազեցվող, այսինքն չհարկվող եկամուտները չլինեն հայտարարագրման ենթակա։ Սրանով մենք էականորեն կպարզեցնենք հայտարարագրման գործընթացը, ինչու որովհետև եւ նախորդ տարիների իրավակիրառ պրակտիկան եւ մեր կենթանի շփումները ցույց են տվել, որ մարդիկ ավելի շատ դժվարություններ ունեն այս ընթացիկ ընտանիքի անդամների միջև կատարվող կենցաղային ծախսերի ֆինանսավորման նպատակով փոխանցումներից եւ այս հարցը ըստ էության հիմնովին կլուծվի եւ երկրորդ առաջարկն այն մասին է, որ այդուհանդերձ եթե խոսքը երրորդ անձանցից ստացող տեղեկատվությունների մասին է այն դրվագում, որ դա կարող է լինել օրինակ բանկային տեղեկատվություն, ֆինանսական այլ հաստատության կողմից տրվող տեղեկատվություն, ապա այս տեղեկատվությունը հարկային մարմնին փոխանցվի
հայտարարատու ֆիզիկական անձի համաձայնության պարագայում միայն։ Ընդհանուր գծերով, պարոն վարչապետ, սա է նախաձեռնության էությունը, եթե կլինեն հարցեր, կպատասխանեմ։ Շատ լավ, հարգելի գործընկերներ, շատ կարևոր է պարզաբանել, թե ինչու ենք մենք սա անում եւ ինչ տեղեկատվության հիման վրա։ Ես մոռացա ինչքան մարդ էր այս պայդրությամբ հայտարարագիր ներկայացրել արդեն։ Այս պահին 130,000 անձ ներկայացրել։ Հիմա 130,000 մարդ արդեն ներկայացրել է հայտարարագիր եւ մենք հնարավորություն ունենք 130,000 մարդու ներկայացրած հայտարարագրերը վերլուծելու, հասկանալու համար պատկերը։ Եվ ինչ հետաքրքիր պատկեր ենք մենք դուրս բերել։ Պարզվում է, որ հայտարարագիր ներկայացրած մարդկանց ավելի քան 60%-ը ինքնաշխատ ձևով ներկայացված հայտարարագրում ոչ մի փոփոխություն չի արել։ Այսինքն հիմա էլ այդ ինքնաշխատը հայտնի տվյալները, այն ինչ որ հասանելի է պետական եկամուտների կոմիտեին, լրացված ինքնաշխատ ձևով լրացված են, մարդը պետք է մտնի լրացնի այն տվյալները, որոնք հայտարարագրման ենթակա են, բայց Պեկին կառավարությանը հասանելի չեն։